Տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանն է ինձ միացել։ Լիլիա, հայտնի քաղաքական իրադարձությունների բերումով կամ իրադարձությունների ֆոնին իշխանությունը մի խոսույթ է զարգացրել, որի համաձայն Հայաստանի էլեկտրական ցանցերը պետք է ազգայնացվի կամ պետականացվի, ինչպես կուզես։ Դրանից մենք քաղաքացիներս մասնավորապես ինչ ենք շահելու։ Դժվար է ասել ինչ ենք շահելու, բայց հստակ կա որոշակություն, որ դրանից մենք բոլորս եւ պետությունը իհարկե լիքը վնասներ է կրելու։ Առհասարակ Գառնիկ, ազգայնացման գործընթացը շատ մեծ զգուշավորություն պահանջող գործընթաց է։ Իդեպ միջազգային պրակտիկայից եկող, պետք է բավական զգուշավոր լինել եւ շատ այսպես չգրված ունիվերսալ կանոն կա, որ հիմնավորումը պետք է լինի այնքան փաստարկված, այնքան ընկալելի, որ թե դեպի սեփական հանրություն, թե դեպի միջազգային գործընկերներ որևէ կերպ հարց, կասկած, մտավախություն չառաջանա, որ սա գործընթաց է օրինակ քաղաքական ռեկետի, օրինակ մասնավոր սեփականության վերաբաշխման, այսինքն այդ հիմնավորումները պետք է շատ հստակ եւ տեսանելի լինեն։ Մենք այսօր գործ ունենք ճիշտ հակառակի հետ, այսինքն կա քաղաքական զարգացումների ֆոնին հնչում է մտադրությունը ազգայնացնելու, պետականացնելու մասնավոր կառույցի, այսինքն մասնավոր կառույցի նկատմամբ ոտնձգությունը։ Միջազգային հանրության մասին ենք խոսում, այսօր գուցե իշխանության համար որոշակի, այսպես ասած, հարմար իրավիճակ է ստեղծվել աշխարհաքաղաքական կոնտեքստից ելնելով, երբ նույն միջազգային գործընկերները շատ դեպքերի, շատ զարգացումների վրա պարզապես աչք են փակում, թվացial այսպես կանաչ լույս են վառում, բայց անգամ այդ պարագայում դեռ 2024 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը փոխտնօրենի հայտարարությամբ կոչ արեց իշխանություններին վաճառել ձեռք բերած մասնաբաժինները մասնավորների։ Այսինքն այդ կոչը իրականում շատ կոշտ գնահատական է իրականացվող գործընթացի եւ սա ցույց է տալիս, որ այս այսպես ասած հարմար իրավիճակը ժամանակավոր է եւ աշխարհաքաղաքական վերադասավորումների արդյունքում դա մեր համար, մեր տնտեսության համար, միջազգային ներդրումային գրավչության, ընկալելիության համար լուրջ խնդիրներ է առաջացնում։ Իսկ աշխարհի օրինակը ինչ է ցույց տալիս։ Աշխարհի օրինակը ազգայնացման եւ դրական եւ բացասական բազմաթիվ օրինակներ ունի։ Ընդ որում նույն գործընթացի հետ կապված կարող ենք դուրս բերել բազմաթիվ դրական կետեր, որոնք անդրադառնում են պետության, պետական բյուջեի եւ քաղաքացիների վրա, եւ միաժամանակ բացասական կետեր, որոնց համար կանխարգելման բազմաթիվ մեխանիզմներ կան։ Կառավարիչներ ինստիտուտն է գործում, որոնք վերահսկում են, ընդհանրապես վերահսկողություն է պետք բոլոր այն օղակներում, որտեղ կա կառավարության ներկայություն, որտեղ եթե կա կառավարության ներկայություն, առաջինը կա կոռուպցիայի ռիսկ։ Մեզ մոտ այդ գործընթացները որևէ կերպ այդ օրինակելի օրակարգով իհարկե կա, բայց եթե կա կառավարության ներկայացուցիչներ, ապա այդ կոռուպցիոն ռիսկի հավանականությունը բավական մեծ է եւ ի վերջո մենք գործ ունենք արդեն պետության հետ եւ ոչ թե մասնավոր շուկայական գործընթացների հետ, որոնք պիտի որ վերահսկվեն արդեն համապատասխան մարմինների կողմից։ Այս պարագայում այդ վերադրյալ, այսպես ասած, կառույցի այդ մեխանիզմի եւ դա միակ մեխանիզմը չէ, նույն միջազգային օրինակից եկող։ Մենք այսօր գործ ունենք դրա հակաօրինակի հետ հայտարարվածի հետ կապված այսօր տեղ ունեցող գործընթացի եւ նաեւ նախադեպերի Զանգեզուրի պղնձամոլիբդեն Վիվասելի հետ կապված, այսինքն ոչ ընկալելի, ոչ թափանցիկ գործընթացներ։ Քաղաքացուն հետաքրքրում է սակագինը։ Դրանից ինչ է ենթադրում, սակագինը բարձրանալու է, իջնելու է։ Կառույցը ունի, այո, հասկանալի է, կառույցը ունի ամենամյա ներդրումների անհրաժեշտություն։ Կառույցը այսօր ունի եկամտաբերության խնդիր, այսինքն ասել, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը եկամտաբեր, եթե տնտեսական գործունեության տեսանկյունից ենք նայում, եկամտաբեր գործունեությունը իրականում սխալ կլինի։ Հետևաբար այսօր հարց է առաջանում մեր ամեն ինչից զատ, անկախ այս քաղաքական գործընթացը, ոչ քաղաքական է եւ այլն։ Եթե մենք մաքուր տնտեսական կատեգորիայով ենք նայում, առաջանում է հարցադրում, պետությունը ունի այդ հնարավորությունները, այսօր ռեալ ունի հնարավորությունները միլիարդավոր դոլարների տարեկան ներդրումներ անելու։ Այդ հնարավորությունը իրապես չկա, հետևաբար ինչ միջոցներով պետք է արվի, կամ դա պիտի կոմպենսացվի քաղաքացու միջոցով, սակագների բարձրացման տեսքով, կամ դա պետք է արվի պետական պարտքի, այսինքն նորից պարտքային միջոցների ներգրավման միջոցով։ Երկուսի պարագայում էլ հարցականով, որքանով արդյունավետ կլուծվի խնդիրը։ Հետևաբար տեսնում եք, մենք գործ ունենք անորոշ զարգացումների հետ խիստ որոշակի բացասական հնարավոր սպասումներով։ Սա է ընդհանուր առմամբ այս գործընթացի հետ կապված գոնե այս պահին հնարավոր գնահատականը։ Իդեպ թեման, որին պատրաստում եմ անդրադառնալ, կրկին բազմաթիվ անորոշությունների եւ ռիսկերին է վերաբերում, որոնք մեր տնտեսությունում են, տնտեսության շուրջ են, ռիսկեր ոչ միայն պայմանավորված արտաքին ներկայումս տարածաշրջանային զարգացումներով, այլ նաեւ հենց մեր
տնտեսության հետ տեղի ունեցողի եւ տնտեսության հետ իրականացնողի, որոնք մի ամբողջ մարտահրավերների փունջ են ձևավորում։